Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին եւ բոլոր համաքաղաքացիներին նոյեմբերի 14-ին Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկ շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու եւ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Համաքաղաքային ծառատունկի շրջանակում վարչական բոլոր շրջաններում տնկվել է 8000 ծառ եւ թուբ եւս 7000-ը տնկվել էր նախորդ օրերին։ Իսկ աշնանային ծառատունկի շրջանակում նախատեսված է ընդհանուր առմամբ տնկել շուրջ 20,000։ Զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններում շարունակվում են ծառերի ետման աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ աշխատանքներին զուգահեռ Մայրաքաղաքում շարունակել ծառատունկն ու շաբաթօրյակները։ Քաղաքապետը հանձնարարել է նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը ուժեղ քամու հետևանքով ծառերի տապալման դեպքեր արձանագրելիս արագորեն կվերացնի դրա հետևանքները։ Մայրաքաղաքում ապօրինի շինարարության եւ հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել եւ վարչական արձանագրություն է կազմվել մեկ դեպքի մասով։ Մեկ հասցեում իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ։ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 34 արձանագրություն։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ կարճ ժամկետում վերականգնել քամու հետևանքով վնասված ճանապարհային նշանները։ Բացի այդ, հաշվի առնելով վերջին օրերին նկատվող քամու ուժգնացումները, քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր այն շինհրապարակները, որտեղ առկա են վերամբարձ կռունկներ եւ մասնագետների հետ միասին հավաստիանալ, որ ապահովված են տվյալ կռունկների աշխատանքի համար սահմանված անվտանգության նորմերը։ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև տվյալ շինարարական կազմակերպությունների ղեկավարներին խստորեն նախազգուշացնել մշտապես հետևել վերամբարձ կռունկների աշխատանքի անվտանգության ապահովմանը։ Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ հայտնաբերվել եւ համապատասխան վարչական արձանագրություն է կազմվել 9 դեպքի մասով։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել խիստ հսկողության տակ։ Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբով ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման եւ երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել։ Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում, ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են կրծողների դեմ պայքարի միջոցառումները։ Զեկուցվել է, որ դերատիզացիոն աշխատանքների շրջանակում հատուկ դեղանյութերով մշակվել են բազմաբնակարան շենքերի աղբախցերը, շքամուտքերի տարածքներն ու խնդրահարույց հատվածները։ Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները, քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին այս հարցում լինել առավել խիստ եւ պահանջկոտ ծառայությունը մատուցող ընկերությունների նկատմամբ։ Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին նաև զեկուցվել է, որ քաղաքապետանի ենթակայության դպրոցների նախադպրոցական մշակութային եւ առողջապահական հաստատություններում ապահովված է ջեռուցման համակարգերի անխափան շահագործումը։